Ասում եք, որ ամեն ինչ անում են սիրաշահելու իրենց ընտրազանգվածին, բայց հետաքրքիր է պարոն Սարգսյան, որ հենց անձամբ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է օրինակ, որպեսզի հիասթափեցնի մի մեծ ընտրազանգվածի թոշակառուների մասին է խոսքը, մինչև 600,000 թոշակառու կա Հայաստանի Հանրապետությունում եւ տարիքային թոշակառուներն են, նպաստառուներն են մեջը, հաշմանդամության թոշակառուներն են։ Նիկոլ Փաշինյանը վերջերս անդադ ցինիկ հայտարարություններ է անում թոշակառուներին վիրավորող հայտարարություններ, ոնց որ ձեռք առնի, հա։ Վերջին հայտարարությունն էլ այն էր, որ ինչի բարձրացնեմ ձեր թոշակը, սառեք, հա, ասում էր մի թոշակառուի հետ էի նախորդ տարի խոսում, որը ասում էր, որ չի բավականացնում գումարը, տունը ջեռուցում են, բայց միևնույն է չի տաքանում, եւ նա ցինիկորեն հայտարարեց, եթե 20,000-ով էլ բարձրացնեմ, ավելի շատ է ծախսելու, բայց միևնույն է տունը չի տաքանալու, իմաստը որն է բարձրացնեմ, մնացեք սառեք, եւ դրան այդ ֆոնին մենք տեսանք, որ ամանորին պատգամավորները 3 միլիոն պարգևավճարներ եւ 13-րդ աշխատավարձ ստացան եւ ճոխ երևի տները տաքացրել են ու շատ լավ տակ անցկացրել են, հատկապես այդ օրին հիշում եք ինչ սառնամանիքներ էին։ Ուրեմն տեսեք, հենց այդ մանիպուլյացիայի մի ձև են իրանք ասում եմ, նրանք փորձում են հիմա վարչապետի ռեյտինգին ինչ-որ ազդեցություն ունենան, համ վատը, համ լավը, տեսնեն ինչ ձև է ազդելու վատ արտահայտությունը, ինչ ձև է ազդելու այդ տղամարդ լինելու արտահայտությունը, հա, դա տղամարդ է։ Չէ, այդ էլ է ինչ-որ տղամարդկության կողմ իրանց ուղում, թե եկեղեցին, թե ու իրանք հետևում են, այսինքն իր ամեն հայտարարությունը սա պատահական չէ, ինչ վերաբերում է 20,000-ը մեր թոշակառուին կփրկի, այսինքն եթե պետականամետ իշխանություն ունես, նա պետք է հասկանա, որ պետությունը չի սկսվում բյուջեի հաղյուսակից, այլ սկսվում է մարդկանց սեղանից։ Դոնալդ Տրամպը հենց հաղթեց սեղանով, հա, այդ ինչ նկատի ունեք։ Դոնալդ Տրամպը իր ընտրություն միշտ սառնարանը ռոպագանդային հաղթում է, էլի, միշտ բոլոր ընտրությունները այտենց է, էլի, ասենք։ Հիմա այս մարդը երբ որ հայտարարում է 20,000-ը չի փրկի, այդտեղ ինքը ինչ է ուզում ասի, սա արդեն արժե համակարգի, պետական արժե համակարգի խնդիր է, այսինքն մեկ ամիս տաք տուն, մեկ ամիս արժանապատիվ ապրել, մեկ ամիս դեղերը ժողովրդի լեզվով ասած նիսյա չվերցնել, հա, թոշակառուն ապարիկ, մեկ ամիս մի քիչ լավ ուտել, դա իրանց համար իրանք բաց ձևով ասում են, որ ձեր սեղանը, ձեր արժանապատվությունը, որ դի գնաք ապտեկայում խնդրեք նիսյա ապրանք դեղ վերցնեք, հա, որ մի քանի օր երկար, մի քանի ամիս երկար ապրեք, դա մեզ չի հետաքրքրում։ Սա իհարկե շատ էլի ասում եմ ցինիկ ու վատ արտահայտություն է, որը որ իրանց ռեյտինգների ստուգման համար են ուզում անեն, բայց որը որ իրոք մի մեծ զանգվածի վիրավորանք, այո, այսինքն եթե հաշվենք Հայաստանում ձմեռը 2 ամիս տակ, գոնե թոշակառուն 2 ամիս կարար տակ ապրեր, գոնե 2 ամիս էլ եմ ասում մի քիչ շատ ուտեր, գոնե 2 ամիս դեղերը առանց խնդրելու վերցներ, այստեղ արդեն պետական արժե համակարգի լուրջ խնդիր է եւ մյուս կողմից էլ ոնց որ ասեցի, նրանք փորձում են վարչապետ դա իրանց պլան B-ն է եւ ԿՊ մի քիչ առանձնացնեն, որ եթե հանգարտ այս մարդու ինչ որ վաղաշապատում եղավ, նրան ասեցին ընդհանրապես մի երևա, քանի որ ԿՊ-ի այդ լոզունգներ, թե ինչներ, հա, մանր տառերով էին գրել, որպեսզի չերևա ԿՊ-ի անունը կարծեմ, իրենց թերթիկների վրա մանր տառերով էին գրել, որ հանկարծ չերևա այդ տեխնացուն, որ ընտրվեց, որ տեխնացուին սատարում է ԿՊ-ն։ Եթե հիշում եք, ընդհանրապես վարչապետը, Հայաստանի Հանրապետության վարչապետը Քարոզարշավին չերևաց, նույնիսկ չմասնակցեց, քանի որ արդեն հաշվարկած էր, որ եթե դու գաս, դու ամեն ինչ փչացնելու ես, հա։ Ու նրան արդեն այն ժամանակ ԿՊ-ից նա էլ ինքը ամեն ինչ հասկանում է, դրա համար էս ԿՊ-ի մեջի գզվորտվոցնել է գնում, նա էլ հասկանում է, որ ամեն րոպե 26 թվականին ԿՊ-ն կարող է իրան դուրս շպրտի ու առանց իրա գնա, նույնիսկ կարող է ընտրություններից առաջ նրան մեկուսացնեն ու ԿՊ-ն փորձի վերարտադրվել առանց, բայց առաջի համար դեռ ձևավորված չի, ոչ միայն եթե ես այս նայում եմ քաղաքական դաշտում, համարյա բացի մեր կուսակցությունից, բոլոր կուսակցությունները
տարապում են առաջի համարի ստեղծման համար։ Այդ առաջի համարը չի ձևավորվում։ Չի ձևավորվում, ում բերում են, ժողովուրդը ասում է, ճանաչում ենք, գիտենք հետև ով է կանգնած եւ այլն եւ այլն։ Պարոն Սարգսյան, թոշակառուների մասին խոսեցինք, այո, այդ մեծ խումբը դուք էլ ասացիք, որ ՔՊ-ն ուզում է տարանջատվի Նիկոլ Փաշինյանից, բայց մենք շատ լավ գիտենք, որ ՔՊ-ն եկավ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այսինքն Փաշինյանն էր այն անձը, որի շնորհիվ, որի պատճառով, հանուն որի ՔՊ-ի թիմը եկավ իշխանության, առանց Փաշինյանի նրանք ոչինչ են։ Հիմա ինչ հույսով են առանց Փաշինյանի ուզում մրցակայքարի մեջ մտնել։ Դե հիմա տեսեք, եթե Փաշինյանին ասեն, Հայաստանի Հանրապետության վարչապետին ասեն, երրորդ ուժը Քոչարին եթե եկավ, նույն գիշեր դուք Նուբարաշեն եք գնում, չէ, կամ ծախեն իրենց լիդերին։ Իհարկե, կամ խմբով կամ կարող են ասեն, ես ձևով եմ ասում, հա, եթե նրան ասեն մենք ամբողջ խմբով այդ գիշեր գնալու ենք Նուբարաշեն, կամ էլ ասենք ընտրվելու է, հիմա անուն չտամ, ՔՊ-ից ինչ-որ մեկը, իհարկե Նիկոլ Փաշինյանը ընտրելու է Նուբարաշեն չգնալու տարբերակը, հա։ Ես նկատի ունեմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, եթե նրա դիմացը դնեն, ասեն, եթե դու եկար ու մեր միջև ընտրություններ մեր այս ամբողջ սոցհարցումները ցույց տվեցին, որ երրորդ ուժի հաղթելու դեպքում մենք ամբողջ թմով Նուբարաշենում ենք լինելու, իհարկե Հայաստանի Հանրապետության վարչապետը ընտրելու է ոչ Նուբարաշեն գնալու տարբերակը եւ ասելու է, լավ, ես չնեմ, թող ուրիշը լինի։ Դեռ շատ բաներ է փոխվելու, էլի, այս ֆալստարտը, որ տրված է, հիմա մարման է գնում այս ֆալստարտը, փետրվարից երևի ակտիվ կսկսվի արդեն ամեն ինչը։